Ներողություն եմ խնդրում գյումրեցիներից, որովհետև գյումրեցիները այսօր անհամբեր սպասում են, որ մենք ներկայացնենք Գյումրու խնդիրների վերաբերյալ մեր մոտեցումները, ծրագրերը, Արցախի հետ կապված գյումրեցիները հստակ հիշում են եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, մարդիկ գումար էին հայտայտում վճարեին, որ Լեռնային Ղարաբաղ իրանց երեխաները չընկնեին, այլ ծառայեն Հայաստանի Հանրապետության գոնե ներսում։ Սա փաստ է, սա բոլոր գյումրեցիները գիտեն, ում երեխան ընկել է ժամկետային ծառայության ընթացքում տեղափոխել են Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ, այդ մարդիկ իրենց դժբախտ են համարել։ Հիմա եկել եք գյումրեցիներին ուզում եք հակառակը ապացուցել։ Ես չեմ ուզել շեղվեմ մեր օրակարգից, իմ համար Գյումրու խնդիրները այս պահին կարևորագույնն են։ Մարտի 30-ին գյումրեցին կատարելու է իր ընտրությունը, մարտի 30-ից չի գնալու Պրագա, Մրագա, Դոնբաս, Պուտին, Թրամփ, այս աշխարհաքաղաքական process-ների հետ ընդհանրապես գյումրեցին կապ չունի, գյումրեցին իր վստահ գիտագից քվեն տալու է։ Շնորհակալ եմ, նաև ներողություն եմ խնդրում մեր հարգարժան հեռուստադիտողից մի փոքր թեմայից դուրս Բանաբեջի համար, իմ համար շնորհակալ Պարոնակ, ես լավ կարող եմ վատ եմ ասում, դուք ստորագրել եք, հարգեք ձեր ստորագրությունը, որ պատկասում մարդիկ նայում են, քաղաքը նայում է ձեզ։ Հա, թողնա ինչ կսեք որ։ Այն կսեք որ հարգանքով եք միմյանց նկատմամբ։ Հիմա Բանաբեջի ընթացքում կարող եք 6 րոպե խոսել։